Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է մի տղավարդու, որը ըստ ծառայության պնդման փորձել է շանտաժի ենթարկել երկրի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին։ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ նախագահի ընտանիքի անդամներին վերաբերող շանտաժի ենթադրյալ անձի հեռախոսում հայտնաբերված լուսանկարները վերցված են 18+ կայքերից։ Նշվում է, որ այս տարվա սկզբից արտերկրում բնակվող բլոգերներ Մեհման եւ Էմին Հուսեյնովները, նաեւ Գաբիլ Մամեդովը սկսել են տարածել Ադրբեջանի նախագահի հարսի Ալոնա Ալիևայի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ։ Հետաքննությունը հիմնված է պետական անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նյութերի վրա։ Ըստ հրապարակման, բլոգերների արշավից առաջ արտերկրում գտնվող մի տղամարդ փորձել է կապ հաստատել Ադրբեջանի բարձր պաշտոնյաների հետ սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի եւ արտասահմանյան բջջային համարի միջոցով։ Նա իբր սպառնացել է հրապարակել տեսանյութ, որը իր պնդմամբ Ալոնա Ալիևայի մասնակցությամբ է եւ պահանջել է 5 միլիոն եվրո, այն չհրապարակելու դիմաց։ Գործողության արդյունքում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ֆ.Ս.-ն, որը ըստ հաղորդագրության խոստովանել է իր մեղքը։ Փետրվարի 11-ին ես փորձեցի կապ հաստատել Մեհման Հուսեյնովի հետ եւ հաղորդագրություն ուղարկեցի նրան Facebook-ում, խնդրելով ինձ ուղարկել այս տեսանյութերը։ Կարճ ժամանակ անց Էլման Ալիևը եւ Զաքի Սալիմովն ուղարկեցին ինձ այս նյութերը։ Դիտելուց հետո ես չէի հավատում, որ դրանք իրական են։ Բոլոր տեղեկությունները ստանալուց հետո ես հաղորդագրություններ ուղարկեցի Մեհրիբան, Արզու եւ Լեյլա Ալիևաների Facebook-յան էջերին, նշելով, որ ունեմ Ալյոնայի անձնական կյանքից նյութեր։ Ես հստակեցրի, որ ցանկանում եմ կապ հաստատել նրանց հետ, քանի որ պատասխան չեղավ, փետրվարի 15-ին ես նամակ գրեցի Հեյդար Ալիևի հիմնադրամի կայքում, թողնելով իմ էլեկտրոնային փոստի հասցեն եւ բջջային հեռախոսահամարը։ Ես նշեցի, որ եթե նրանք չկապվեն ինձ հետ, ես կտարածեմ այս տեղեկատվությունն ամբողջ աշխարհում։ Բլոգեր Մեհման Հուսեյնովը երկար ժամանակ է տեսանյութերի շարք է հրապարակում Ադրբեջանի նախագահի ընտանիքի, հատկապես Ալիևների հարսի Ալոնա Ալիևայի մասին։ Հուսեյնովը նշում է, որ Ալիևների հարսի իրական անունը Ալոնա Գոնչարենա ուկրաինուհի է Օդեսայից, գիշերային ակումբների սիրահար։ Համացանցում նաև նրա մի շարք լուսանկարներ եւ տեսանյութեր են տարածվել։ Նշվում է, որ Ալոնան Ռուսաստանաբնակ գործարար Գոդ Նիսանովի դուստրը չէ, ինչպես նախկինում լուրեր էին շրջանառվում։ Ըստ Հուսեյնովի 2018 թվականին, երբ հայտարարվել էր, թե Հեյդար Ալիև կրտսերը զինվորական ծառայությանը, նա իրականում չի ծառայել, այլ եղել է Ֆրանսիայում, որտեղ էլ ծանոթացել է Ալոնայի հետ։ Մեհման Հուսեյնովի հանրային կերպարը նույնպես սրում է այս կոնֆլիկտի շուրջ առկա բևեռացումը։ Ներկայումս Հուսեյնովն ապրում է օտար երկրում, իբրև վտարանդի, հայտնի է որպես բլոգեր եւ ակտիվիստ, որը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին։ Նախկինում նա իր թեկնածությունն է առաջադրել նաեւ խորհրդանի եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Հուսեյնովը 2017-ից 2019 թվականներին կալանքի տակ է եղել։ Այդ ընթացքում միջազգային կազմակերպությունները հայտարարություններ էին տարածում նրա գործի եւ պահման պայմանների վերաբերյալ։ Ընդդիմադիր լսարանի համար Հուսեյնովի YouTube-յան ալիքի հրապարակումները մնում են ինֆորմացիայի հիմնական աղբյուր։ Իր տեսանյութերում Հուսեյնովը քննադատական դիրքորոշում է արտահայտում իշխող ընտանիքի, մասնավորապես նախագահի որդու կնոջ Ալյոնա Ալիևայի մասին, անդրադառնալով նրա նախկին կենսակերպին, այն գույքին եւ արտոնություններին, որոնք ըստ նրա Ալիևան եւ նրա հայրը ստացել են նախագահական ընտանիքին միանալուց հետո, նաեւ հեղինակության հետ կապված հարցերի։ Քննադատության մեծ մասը վիրավորական բնույթի է, մեղադրանքների փաստական հիմքը չհաստատված։ Բացի այն, որ Ալիևների կլանի շուրջ ծագած այս սկանդալը Բաքվում համարում են կեղծ եւ շինծու, պաշտոնական տաբլոիդներ այն որակում են համակարգված լայնածավալ շանտաժ եւ զրպարտչական արշավ։ Այս համատեքստում հիշատակվում են մի քանի ընդդիմադիր բլոգերների անուններ։ Կառավարամետները իրավիճակը դիտարկում են որպես հիբրիդային տեղեկատվական հարձակում արտաքին համակարգման մասին ենթադրություններով։ Պաշտոնական զանգվածային լրատվամիջոցները որպես ապացույց են ներկայացրել նաեւ լրացուցիչ էլեմենտ հրապարակվել է ենթադրաբար ՖՍ-ի հեռախոսում հայտնաբերված աուդիո ձայնագրության մի հատված։ Այդ ձայնագրության մեջ Ալոնա Ալիևայի մասին տեսանյութի համատեքստում լսվում են. Մեհմանին թույլատրվել է սա ասել արտահայտությունը, նաև թույլատրվել է մինչև որոշակի պահի նման ձևակերպումներ։ Քանի որ ձայնագրության ամբողջական համատեքստը եւ փորձաքննության արդյունքները հրապարակային չեն, ներկայումս անհնար է վերջնական եզրակացություններ անել։ Պաշտոնական կողմի մեկնաբանմամբ միջադեպը զրպարտչական արշավ է։ Ընդդիմադիր բլոգերների պնդմամբ իրենց քննադատությունն ուղղված է նախագահի ընտանիքի շուրջ կենտրոնացած ռեսուրսներին եւ արտոնություններին։ Միևնույն ժամանակ մի շարք առանցքային հարցեր մնում են բաց։ Ինչ տեխնիկական փորձաքննության հիման վրա է հետաքննությունը եզրակացրել, որ նյութերը ենթադրաբար մոնտաժված են վերցված 18+ կայքերից, ինչպես է փոխանցվել շանտաժի պահանջը եւ ինչպես է այս ամբողջը ի վերջո որակավորվելու իրավական հարթությունում։ Ֆրիդա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TB News։